Հարգելի հեռուստադիտողներ, հաղորդման այս հատվածում խոսելու ենք Վահանաձև, Հարվահանաձև գեղձի հանգույցների ժամանակակից բուժման մոտեցումներից, մասնավորապես կքննարկենք օրգան պահպանող քիչ ինվազիվ միջամտություններից, մեր հյուրի հետ կքննարկենք, որ հանգույցները կարիք ունեն հատկապես բուժման, ինչ է իրենից ներկայացնում աբլացիան, ինչպիսի մոտեցումներ եւ միջոցներ են կիրառում ժամանակակից բժշկության մեջ եւ մասնավորապես Հայաստանում։ Իմ այսօրվա հյուրն է միջամտական ռադիոլոգիայի կենտրոնի ղեկավար, վիրաբույժ ինտերվենցիոն ռադիոլոգ Արամայիս Գալումյանը։ Ողջույն բժիշկ Գալումյան, շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել եւ այսօր այստեղ եք։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Շատ լավ, շատ բուժառուներ, ինչպես գիտենք, հանգույցներ Վահանագեղձի ունեն, շատերը։ Ոմանք անհանգստանում են, որանք դիմում են շատ տարբեր մասնագետների, որոշներն էլ որոշում են, որ դա այդքան ուշադրության կարիք չունի եւ կարելի ասել ուղղակի անուշադրության են մատնում։ Նախ կխնդրեմ մեկնաբանեք ինչ է իրենց ներկայացնում հանգույցը Վահանագեղձի եւ մասնավորապես որոնք ունեն կարիք բուժման։ Շնորհակալություն։ Առհասարակ Վահանաձև գեղձի հանգույցները բնակչության մեջ, ողջ աշխարհի բնակչության մեջ շատ հաճախ հանդիպող երևույթ է։ Եվ գրեթե կարելի է պատահական մի քանի հոգու վերցնել, սոնոգրաֆիայով նայել Վահանաձև գեղձը, թեկուզ անցորդների ու տեսնել այնտեղ հանգույց, ովքեր որևէ գանգատ չունեն, ովքեր որևէ գանգատ չունեն եւ դա մեծամասամբ հիվանդություն չի համարվում։ Քանի որ հայտնաբերված հանգույցների գերակշռող մեծամասնությունը 95% վիճակագրական տվյալներով դրանք բարորակ բնույթի հանգույցներ են։ Միայն 5%-ի մեջ կարող են պարունակվել այս կամ այն տիպի չարորակ բջիջներ։ Այս հայտնաբերված հանգույցների մեծ մասը առաջնային հետազոտության մեթոդ համարվում է սոնոգրաֆիան, էքսպերտ սոնոգրաֆիան, երբ որ մասնագետը, ռադիոլոգը ուլտրաձայնային հետազոտության բնորոշում է տալիս այս հանգույցներին։ Սրանք կիստաներ են, սրանք հանգույցներ են, որոնք չունեն չարորակացման, շատ ցածր ռիսկեր ունեն չարորակացման, կամ հանգույցներ են, որոնք իրենց բնույթով առավել շատ նման են, որ կարող են պարունակել չարորակ բջիջներ եւ այլն։ Այսինքն հայտնաբերված հանգույցների հիմնական ախտորոշիչ մեթոդը ուլտրաձայնն է, որը արդեն ռադիոլոգը պարզում է, թե ինչ հանգույցի հետ գործ ունենք եւ այս հանգույցների, ինչպես ասացի, գերակշռող մեծամասնությունը դրանք բարորակ բնույթի հանգույցներ են, որոնք հիմնականում ոչ մի ձև մարդուն գանգատներ չեն առաջացնում, այո, եւ միջամտության կարիք չունեն։ Սակայն կան հանգույցներ, որոնք առավել ուշադրության են արժանի։ Դրանք իրանց մեջ որոշակի չարորակ բջիջներ ենթադրյալ պարունակող հանգույցներն են, որոնք պետք է պունկցիայով հաստատել արդեն, որպես հավելյալ հետազոտության մեթոդ, որը անցավ միջամտություն է, պետք չի պունկցիայից վախենալ, եթե դրա ցուցումը կա։ Եվ ոչ բոլոր հանգույցներն է պետք պունկցիա անել։ Արդեն ուլտրաձայնային հետազոտության մասնագետը, բժիշկ ռադիոլոգը ուղղորդում է, արդյոք այս հանգույցը անհրաժեշտ ունի հավելյալ հետազոտության պունկցիայի, թե ոչ։ Իսկ այն հանգույցները, որոնք բարորակ են եւ իրենց չափսերը փոքր են եւ հորմոն չեն արտադրում, այս հանգույցներն օրինակ անվանում ենք սառը հանգույցներ, իրանք կարող են անհանգստացնել միայն իրենց մեծ չափսերի հաշվին։ Երբ որ չափսերը մեծ են եւ մարդուն ուղղակի դիսկոմֆորտ են առաջացնում, հիմնականում կոկորտում օտար մարմնի զգացողություն կամ կարող է օրինակ պարանոցում լինի արտաքին կոսմետիկ արտափքում դիսկոմֆորտ եւ արդեն բուժման ցուցումը սրանք են սառը հանգույցները։ Փաստորեն այս դեպքում բարորակ, բայց եթե մեծ են չափերով, մեխանիկորեն կարող են ռեալ ճնշում առաջացնել քարակից հյուսվածքի վրա, նույնիսկ արտաքին տեսքը ոչ հաճելի լինի եւ բուժառուն որոշի դիմել։ Կան հանգույցներ, որոնք ինքնուրույն ավտոնոմ հորմոններ են արտադրում, այս հանգույցներին տաք հանգույցներ են անվանում եւ սրանց բուժման ցուցումները այլ են։ Իրանք կարող են լինել փոքր, բայց հորմոնային գերակտիվություն ունենան եւ պետք է հանգույցները եթե դրանք հնարավոր է, այսինքն շատ մեծ չեն չափսերը, 3 սանտիմետրը չեն գերազանցում, ոչնչացնել, որպեսզի իրանք հորմոններ չարտադրեն։ Շատ կարևոր փաստ էր, որ մեր գիտակցման համար կարևոր է, փաստորեն մեծ եւ փոքր հանգույցը դեռ բարորակ կամ հորմոն արտադրող, ակտիվ եւ пассивի մասին չի խոսում, այստեղ կարևոր է իր պարունակությունը, ակտիվության աստիճանը։ Ինչ հարցակեց դոկտոր, որ կարող է շատ բուժառուներին, մեր պոտենցիալ պացիենտներին եւ հեռուստադիտողներին հետաքրքրի, արդյոք սրանք ի սկզբանե
են, եթե բարորակ են եւ որևէ այսպես վտանգ չեն ներկայացնում առողջության համար, իրենք այդպես մնում են, թե կարող է ինչ-որ մի փուլից, ինչ-որ մի этаպում փոխվել եւ բարորակ թվացող փոքրիկ հանգույց օրինակ դառնա արդեն ֆունկցիոնալ այլ տեսակի, թե ի սկզբանե եթե հայտնաբերեցինք բարորակ ինքը չի փոխվի։ Եթե հարցը վերաբերում է չարորակացման, ապա դրա ռիսկը չկա։ Եթե ի սկզբանե հստակ է դիագնոզվել է, որ ինքը բարորակ է, որովհետև լինում է դեպքեր, երբ որ ինչ-ինչ պատճառներով ախտորոշումը հստակ չի լինում, ի սկզբանե լինում է չարորակ, լինում են այդպիսի բարդ հանգույցներ։ Եվ հետագայում ցույց է տալի չարորակացման երևույթներ եւ պարզվում է, որ հանգույցը չարորակ էր։ Բայց այդ հանգույցները ի սկզբանե են եղել չարորակ, ոչ թե բարորակը դարձել է չարորակ։ Շատ լավ, կարևոր է իսկ հանգույցները կարան աճեն, թե ոչ, այո, կարող են աճել։ Այո։ Բայց դա չի նշանակում, որ պետք է աճեն անպայման։ Դրա համար պետք է հսկել հանգույցները եւ եթե աճ է արձանագրվում, օրինակ տարեկան 20%-ից ավել ծավալի աճ է արձանագրվում, դա նշանակում է, որ հանգույցը աճում է, ուրեմն արժի զբաղվել է հանգույցով։ Խոսքը բարորակ սառը հանգույցների մասին է։ Շատ լավ, եկեք խոսենք պունկցիայից, դուք գիտեք, որ շատ բուժառուներ ունեն այդ մտավախությունը, որ եթե հանգույցին ձեռք տվեցին, միջամտեցին, ինչ որ բան վատ կընթանա, կչարորականա, ավելի կմեծանա, օրինակ այդ համոզմունքը շատերը ունեն, խնդրում եմ դա մեկնաբանեք, ինչպես հորդորենք բուժառուներին չվախենալ այս միջամտությունից։ Առհասարակ պետք չի վախենալ, որովհետև դա մի ասեղի ծակոց է, երբեմն անզգայացման կարիք էլ չի լինում, բայց օրինակ մենք տեղային անզգայացումով ենք դա անում, որպեսզի ավելի կոմֆորտ լինի միջամտությունը։ Եվ դա այնքան տարածված հետազոտության մեթոդ է, ոնց որ արյան լաբորատոր անալիզ է, երբ որ երակից արյուն են վերցնում, դա ստանդարտ հետազոտության ձև է, դա չի նշանակում, որ բոլոր հանգույցները պետք է պունկցիայի ենթարկվեն, ոչ բոլոր հանգույցները պետք չեն, այն հանգույցները, որոնք կասկած կա, որ կարող է մեջը լինի չարորակ բուժներ, պետք է պունկցիայով անպայման կամ հաստատվեն կամ հերկվեն։ Եվ դա 5-10 րոպե տևող միջամտություն է, անցավ 10 րոպե հետո բուժառուն գնում է տուն եւ սպասում է պատասխաններին ուղղակի։ Բարդությունների հավանականությունը գրեթե չկա, շատ քիչ է։ Այո։ Տեսեք, շղթան, եթե այսպես դիտարկենք, առաջինը բուժառուն եկավ, կատարեց սոնոգրաֆիկ հետազոտություն, նկարագրվեց որոշակի հանգույց, որը ըստ ռադիոլոգի առաջնային նկարագրման կարիք ունի պունկցիայի։ Դիմեց իր մասնագետին, ներզատաբանին ենթադրում եմ, եւ եկավ ձեզ մոտ կատարեց պունկցիան, հա, որի արդյունքում պարզվեց, որ օրինակ կան չարորակ բջիջներ կամ այդ վտանգը առկա տեսանելի է։ Ինչ է հաջորդիվ անում բուժառուն, ինչ է խորհուրդ տրվում։ Տեսեք, ու ներողություն, որ դեպքում է սահմանվում դեռ դինամիկ հսկողություն, որտեղ շատերը նախընտրում են դեռ մի քանի ամիս սպասել։ Եթե խոսքը չարորակ հանգույցների մասին է, չարորակ հանգույցներից ամենահաճախ հանդիպողը կոչվում է պապիլյար կարցինոմա։ Պապիլյար կարցինոմաների մեջ լինում են հանգույցներ, որոնք շատ ցածր ռիսկային են ու բժշկությունը ապացուցել է տարիների ընթացքում, որ այդ հանգույցները մարդուն կարող են ընդհանրապես ոչ մի խնդիր առողջական չառաջացնել։ Եվ այս խմբի համար անգամ օրինակ Ճապոնիայում կամ շատ տեղեր իրենց ուղեցույցներով ուղղակի հսկողություն են խորհուրդ տալի։ Կամ ժամանակակից հիմա բժշկության մեջ աբլյացիոն թերապիան, որը հանգույցը ուղղակի հնարավոր է տեղում ոչնչացնել ջերմության հաշվին, խորհուրդ է տրվում աբլյացիան։ Հիմա դրա մասին մանրամասներեն խոսենք։ Բայց կան հանգույցներ, որոնք ավելի բարձր ռիսկային խմբերում են, նույն պապիլյար կարցինոմայի կամ օրինակ մեդուլյար քաղցկեղի կամ անապլաստիկ քաղցկեղի, դրանք արդեն տարատեսակներն են, որոնք իրականում ավելի լայն բուժումներ են պահանջում բազմամասնագիտական թիմերի կողմից, վիրաբույժների կողմից, հեռացում, ռադիոյոդ թերապիա եւ այլն։ Այս հանգույցները արդեն իրանք գնում են որպես ուռուցքային հանգույցների բուժման ստանդարտներով։ Փաստորեն կան բարձր ռիսկայնության, ցածր ռիսկայնության էլի եթե ամփոփիչ ասենք։ Եթե ուռուցքային հանգույցներ։ Եթե ուռուցքային հանգույց է եւ երբեմն լինում է դեպք, որ այո, բժիշկը ինքն է սահմանում երկարատև դինամիկ հսկողություն ընդամենը եւ ցուցում չի տալիս միջամտելու, բայց երբեմն նաեւ ցուցում է տրվում այ քիչ ինվազիվ։ Հիմա խոսենք այդ մասին, աբլյացիան ինչ է այն մարդկանց համար, ովքեր գաղափար չունեն, թե դա ինչ միջոց է եւ երբ է կիրառվում։ Աբլյացիան առհասարակ այդ տերմինը նշանակում է դեստրուկցիա, ֆիզիկական դեստրուկցիա, ինչ որ հյուսվածքի հանդեպ,
Քայքայում ոչնչացում։ Ֆիզիկական։ Հիմնական կիրառվում է ջերմային աբլյացիայի տեսակ, այսինքն երբ որ մենք ջերմություն հաղորդելով կոնկրետ այդ հյուսվածքին, թիրախային իր մեջ, ջերմության հաշվին ոչնչացնում ենք այդ հյուսվածքը։ Բժշկությունը ապացուցեց ժամանակակից բժշկությունը 2000-ական թվականներին Հարավային Կորեայում այդ ուղղությունը գնաց առաջ, իրանք առաջինը գլխի ընկան, սկսեցին կիրառել ու ապացուցեցին, որ աբլյացիայի մեթոդով հնարավոր է օրգանը պահպանելով բուժել մի շարք հանգույցային խնդիրներ վահանաձև գեղձում։ Հետո իտալացիները, Իտալիան ավելի ներգրավեց այդ թեմայի մեջ, հետո ամբողջ աշխարհում գնալով տարածվեց։ Առհասարակ աբլյացիայի միջոցով հնարավոր է օրգանը պահպանելով, եթե դա չարորակ պապիլյար կարցինոմա է, փոքրիկ եւ ցածր ռիսկային է, այսինքն մեծ բուժումների կարիք չունի, հնարավոր է ոչնչացնել այդ հանգույցը եւ ազատվել այդ հանգույցից։ Այդ մեկ։ Չարորակ գոյացություններ միայն այդ դեպքում է աբլյացիան կիրառվում։ Այլ դեպքերում աբլյացիան չի կիրառվում, ոնց որ նշեցի, այլ դեպքերում կիրառում են արդեն վիրահատական մոտեցումները։ Եթե մեդուլար նշեցիք տեսակները։ Թեկուզ պապիլյար կարցինոմայի ավելի բարձր ռիսկ հանգույցները շատ են, մեծ են, լիմֆատիկ հանգույցներ կան։ Իսկ ինչ վերաբերում է բարորակ հանգույցներին, այն հանգույցները, որոնք եթե սառը հանգույցների մասն ենք խոսում կամ կիստաների, որոնք չեն արտադրում հորմոններ եւ մեծ են չափսերով, ելի բժշկությունը ապացուցեց, որ հնարավոր է այդ հանգույցները ենթարկել ջերմային աբլյացիայի, այրել այդ հանգույցները տեղում եւ նրանք կկրճատվեն իրենց չափերով 1 տարվա ընթացքում միջին ստատիստիկ մինչև 80-ից 95% ծավալը կկրճատեն, հետեւաբար կվերանա հիվանդի գանգատները։ Հիանալի, կարծում եմ առաջընթաց է եւ վերջին մի քանի տարիներում, ինչքան գիտեմ, ես վերջերս ինքս հյուրընկալվել էի ձեր կենտրոնում եւ հիացա ուղղակի այդ կազմակերպված, ինչպես դուք ասեցիք, մուլտիդիսցիպլինար մոտեցումից, որտեղ գրեթե բոլոր մասնագետները ներառված են եւ դա իհարկե բուժառուի շահերից է խոսում։ Հետաքրքիր է իմանալ ընթացքը, եթե կարելի է օրինակ հենց բուն պրոցես աբլյացիա, եթե այնպեսի հանգույց է, որ կարելի է դիմել հենց աբլյացիայի, ինչքան է տևում, այդ դուք ասեցիք, դա ցավոտ է թե ոչ, հետաքրքիր է պունկցիայի հետ, եթե համեմատենք, ինչքան է վերականգնողական շրջանը եւ հաջորդիվ ինչ է սպասվում բուժառուին։ Ի տարբերություն վիրահատության, աբլյացիան ամբուլատոր միջամտություն է։ Պացիենտը գալիս է նույն օրը գնում է տուն։ Աբլյացիայի համար կտրվածքներ պետք չէ իրականացնել, դա վիրահատական միջամտություն չէ, հետեւաբար սպիչ կա։ Արվում է ուլտրաձայնային սարքավորման հսկողության տակ, արվում է գերակշռող մեծամասնությամբ տեղային անզգայացման տակ միայն, եթե բուժառուն լարված է, լինում է ներերակային ավելացում է որոշակի հանգստացում, քնաբել դեղորայք, կարճատև շատ, որովհետև տեղային անզգայացումը լիարժեք ապահովում է ցավազրկումը, հստակ տեղային անզգայացում։ Իրականացվում է որոշակի կան նյարդեր, որոնցից մեկը ձայնի համար պատասխան տվող նյարդն է, այդտեղ իրականացվում է հատուկ տեխնիկական հնարք, հիդրոդիսեկցիա են կոչվում դա, որպեսզի հանգույցը հեռվանա նյարդից, որպեսզի այրելու ժամանակ նյարդը չայրվի։ Սկզբից նախ հեռացնում, անջատում ենք, հետո հիդրոդիսեկցիա, սովորեցինք, հետո աբլյացիա, հետո տուն։ Ինչ լավ է հնչում։ Հաջորդիվ, ինչպեսի հսկողություն է սահմանվում, կարելի է ասել, որ մենք մեկը միշտ օրինակ այդ տվյալ հանգույցից վերջ ազատվեցինք ու ինչ որ հստակ հսկողություն չի պահանջի ու դա չի կրկնվի։ Նախ հսկողությունը պարտադիր է 1 տարվա ընթացքում կան կոնկրետ այցերի օրեր, երբ որ պետք է ուլտրաձայնով նայել հանգույցի չափերը վերցնել, ծավալային չափերը եւ համեմատել մինչև աբլյացիա արած հանգույցի չափերի։ Ինչ ժամկետ է սահմանում մետաղի։ 3 ամիս, 3 ամիս, 6 ամիս, 9 ամիս, 1 տարի։ Առհասարակ միջին վիճակագրական 6 ամիս հետո հանգույցի 50% կրճատման ժամանակն է, բայց մեր բուժառուների մոտ հաճախ լինում է 1 ամիս հետո արդեն գանգատները վերանում, դա նշանակում է մոտ 30-40%-ից ավել արդեն կրճատվել է 1 ամիս հետո։ 1 տարի հետո միջին վիճակագրական 80-ից մինչև 95% ծավալը adekvat աբլյացիայի պարագայում կրճատում է։ Առհասարակ, եթե 60%-ից ավել ծավալը կրճատվում է հանգույցի, համարվում է բուժական էֆեկտ, որովհետև գանգատները վերանում են այդ ժամանակ։ Այսինքն շատ պետք չի ձգտել հասնել օրինակ 95% կրճատման, եթե ունենք օրինակ 78% կրճատում 1 տարի հետո եւ մարդ գանգատ չի նշում,
օրինակ կոսմետիկ արտափքվածություններ դա այլևս չկա, կամ խեղտոցի զգացողություններ կոկորտում օտար մարմնի այլևս չկա, ապա պետք չի ձգտել գնալ հանգույցի ավել կրճատման։ Սա խոսքը գնում է բարորակ հանգույցների մասին, բարորակ սառը հանգույցների մասին։ Այո, մենք դա ֆիքսեցինք, շնորհակալ եմ շատ, որովհետև իրոք բավականին ինֆորմացիա ստացանք, նույնիսկ շատ ուսուցողական էր անձամբ ինձ համար, հուսամ մեր հեռուստադիտողները եւս շատ բաներ իրենց համար վերցրեցին, որովհետև փաստորեն իդեպ բժիշկ Գալումյան վերջերս վահանագեղձի հիվանդությունների իրազեկման օր կար եւ մենք հրավիրել էինք մեր շատ սիրելի գոլեգաներից մեկին էնդովիրաբույժ, շատ ուրախ եմ, որ որպես տրավմաբանական շարունակություն ցես հետ եւս խոսեցինք, քիչ տրավմատիկ կամ այսպես ասած օրգան պահպանող, ինչպես դուք ասեցիք, միջամտությունը, որտեղ դա եւս կարեւոր է իմանալ, որ հանգույցի կամ ինչ որ խնդիրների դեպքում անմիջապես պացիենտը չպատկերացնի, որ պարտադիր պիտի կտրված քարվի եւ դա պարտադիր գնալու է վիրահատության, որտեղ դա եւս չափազանցված ինչ որ համոզմունք է շատերի մոտ։ Շնորհակալ եմ, եթե վերջում ունեք որևէ կոչ, հղում կամ խորհուրդ մեր հեռուստադիտողներին, կարող եք հնչեցնել։ Շնորհակալ եմ այս հարցազրույցի համար, որովհետև մտածում եմ շատ կարևոր ինֆորմացիա փոխանցեցինք, ինչի համար, որովհետև այս բուժման տարբերակը առհասարակ ամբողջ աշխարհում շատ դեռ տարածում չունի, հաշվի առնելով մասնագետների քիչ քանակը, հաշվի առնելով որ դեռ հələ երկրներ կան, որ այս ընթացքի մեջ են, դեռ չի մտել, ուզում եմ ասեմ, որ մենք այդ առումով լավ դիրքերում ենք, ի տարբերություն մեր շատ հարևան երկրների։ Ինչ ուրախալի է լսել։ Դա մեկ, եւ երկրորդը կոչ կանեմ, որ հանգույցներից պետք չէ վախենան, որովհետեւ մարդիկ հիմնականում, երբ որ ինչ որ հանգույց է հայտնաբերվում, շատ ահաբեկվում են, որ իրանք հիվանդություն ունեն, խնդիր ունեն, բայց ինչպես նշեցինք, հանգույցների մեծ մասը դրանք բարորակ բնույթի են եւ դրանք հիվանդություն չեն առհասարակ։ Պետք է նման դեպքում ուղղակի ճիշտ ուլտրաձայնային հետազոտության մասնագետ ընտրել, հետազոտվել եւ եթե խնդիր կա, ճիշտ քայլերով գնալ առաջ եւ եթե խնդիր չկա, ուղղակի հանգիստ ապրել։ Շնորհակալ եմ շատ։ Հիշեցնեմ, որ մենք այսօր խոսեցինք Վահանաձև գեղձի, մասնավորապես հանգույցների, իդեպ սա վերաբերվում էր նաև Հարվահանագեղձին, մենք չհասցրինք այդքան ծավալուն զրուցել, բայց խոսեցինք այն մասին, ինչը շատ կարևոր էր իմանալ թե բուժառուներին, թե ձեզ սիրելի հեռուստադիտողներ, ովքեր խնդիր չունեն, թե մեր գոլեգաներին, մասնավորապես ինձ եւս վստահ եմ, որ մեր շատ գոլեգաներ այսուհետ կարող են եւ ուղղորդել եւ դիտարկել այս տեսակը օրգան պահպանող, որը միայն մեր բուժառուների շահերից կխոսի։ Այսօրվա իմ հյուրն էր միջամտական ռադիոլոգիայի կենտրոնի ղեկավար, վիրաբույժ, ինտերվենցիոն ռադիոլոգ Արամայիս Գալումյանը։ Շնորհակալ եմ շատ, շարունակում ենք։